Ես ոնց որ գիրովականը խոսում ա, Գյումրին է կողից գիծա, հա մտնում։ Հա, այդ ինչը դուրս չեկավ որ։ Ես հատո զանգը տակ ասեմ, թե ինչը դուրս չեկավ։ Արտակ, վերջ երեխեք, ես չեմ ուզում այսօր ձեր վրա բարկանալ։ Դուք շատ լավ բան եք մտածել ու ուզում եմ, որ գոնե այսօր սա վայելիք, լավ։ Լավ, ընկեր Պետրոսյան։ Գևորգ։ Բաքսի հրաշք։ Արտակ ինչ ա խոսում։ Հետ ընկեր Պետրոսյան, քնի մեջ ա։ Հիլանա, արայ։ Բարի լույս Գևորգ։ Ալուս ընկեր Պետրոսյան։ Երեխեք կարող եմ չէ, Տիկին Շեկոյանին ու մյուս ուսուցիչներին կանչել։ Հանգիստ կանչեք։ Խայտարակ չեմ բանի։ Իհարկե ոչ, ընկեր Պետրոսյան, հա մեկ էլ մի բան ասեմ, էլի Լևոնը շատ կարևոր պարապմունք էր, դրա համար չի եկել։ Լավ, ինչևէ, գնամ կանչեմ։ Նոր կնստեք։ Նա ինչ եմ ասում։ Նստում ես ստեղ ու սպասում ես մինչև Սեդան դուրս գա։ Հենց դուրս ա գալիս զանգում ես ինձ բարձա։ Բա դուր ես գնում։ Սպիտի տեղեկին տենամ։ Հետները խոսալու բան ունեմ։ Բա ես ինչքան ստեղ սպասեմ։ Այնքան ինչքան որ պետք է։ Հա։ Բարձա։ Հա։ Նայ հանկարծ եթե այստեղ չլեմ դուրս եկան, հետևներից գնում ես։ Բարձա։ Նայ հանկարծ բաց չթողես։ Եղավ։ Հանգիստ եղի, վայ։ Давай, давай. Բարև, Արաբնիստ է։ Ինչ հաշիվա։ Անկախության տոնն եք նշում։ Ինձ ինչ ասեցի։ Մոռացել եք կներես։ Բայց ես անգամ շուտ բան եք կազմակերպում, ինձ էլ ասեք, լավ։ Անպայման։ Տղաներ, շուտով Տիկին Շեկոյանն ու ընկեր Ղազարյանն են գալու։ Աթոռներ կբերեք։ Հա, մենք եսա գբեր ենք ընկեր։ Բարև ձեզ։ Նստեք։ Տոնական տրամադրությունն եք, փուչիկներ, դրոշակներ։ Հենց ես Շնորհակալություն։ Արտակ ջան։ Այսօր մեր երկրի համար շատ կարևոր տոն է։ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակն է։ Ուզում եմ, որ աշակերտները, դուք բոլորդ միասին կրկնեք։ Շնորհավոր տոնդ, անկախ Հայաստան։ Կարող եք սկսել։ «1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվեց Հայաստանի անկախության հանրաքվեն։ Հայաստանի անկախության մասին հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ, որն ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը։ Այդ փաստաթղթով Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը անվավեր ճանաչվեց եւ հռչակվեց անկախ Հայաստանի հանրապետությունը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հաստատելու մասին։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94.99%-ը կողմ քվեարկեցին։ Այսպիսով, 2 օր անց Հայաստանի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ ինքնիշխան հանրապետություն։ Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես անկախության տոն։ Հայաստան ասելիս այտերս այվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են։
Չգիտեմ, ինչու է այդպես։ Ոնց է, այսօր դուրս կա։ Հա, արդեն 12 պատվեր ուղարկել եմ ու նոր պատվերներ էլ կան։ Շատ լավ։ Դու ոնց ես, լավ ես։ Լավ եմ, շնորհակալություն։ Լիդա, այսօր երեկոյան ինչ ես անում։ Երեկոյան տուն եմ գնում։ Իսկ եթե ես քեզ սուրճի հրավիրեմ։ Դե, գիտեք, երեխեքը տանը մենակ են ու ես չգիտեմ։ Այդ դեպքում մենք այսօր խանութը մի ժամ շուտ կփակենք։ Որովհետև խնդիր չունենաս ու կարողանաս ինձ հետ սուրճ խմել։ Շատ կոպիտ կլինի, եթե ես մերժեմ։ Մերժես։ Բայց ինչի համար։ Խնդրում եմ, եկեք գործնականից չանցնենք, լավ, հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ փոխել աշխատանքս։ Դու ինչ ճիշտ չհասկացար Լիդա։ Խնդրում եմ, եկեք էլ չանդրադառնանք այս հարցին։ Ինչպես կուզես։ Շնորհակալ։ Քարոտ երկիր Հայաստան Հայաստան Ապրեք երեխեք, ապրես Միլենա, նստեք։ Ես այսօր հպարտանում եմ, որ դուք եք լինելու մեր երկրի ապագա քաղաքացիները։ Շատ ապրեք։ Շնորհակալություն։ Ապրեք երեխեք, նստեք։ Ես անկեղծ ասած չէի սպասում։ Ապրեք։ Շնորհակալություն բոլորից հետ։ Շատ գեղեցիկ ու լավ միջոցառում եք կազմակերպել ու ես ուղղակի խոսքեր չունեմ։ Ես հիմա նայելով ձեզ հասկանում եմ, որ մեր երկրին իսկապես հիանալի ապագա է սպասվում, որովհետև դուք բոլորդ արժանի զավակներ եք։ Ու գիտեք հիմա իմ մտքով ինչ անցավ։ Ինչ։ Հիմա հավաքվում ենք ու բոլորս միասին գնում ենք եռաբլուր։ Սուրեն, Արամ, մեկը զանգեք Լևոնին, ասեք, որ մեզ միանալ ան այնտեղ։ Սոֆա, խնդրում եմ ինձ սուրճ բեր։ Պատրաստ է։ Ավելի լավ։ Ձեր սուրճը։ Շնորհակալություն։ Այդ տեսնում ես, Սոֆիչկա, երբ ուզում են, ուսուցիչները լավ աշխատում են եւ միանգամից աշխատանքը երևում է։ Մի խոսքով ես ճիշտ արեցի, որ Արագին ուղարկեցի հենց այդ դասարան։ Բայց դուք այնպես նորայլված եք, ես մտածեցի, թե ձեզ դուր չեկա։
Իսկ ինչ է, քեզ թվում էր, որ ես պետք է շնորհակալություն հայտնեմ։ Նա արել է այն գործը, ինչը որ պետք է աներ։ Եվ հետո թող մտածի, որ ինձ դուր չեկավ։ Հաջորդ անգամ ավելի հետաքրքիր մի բան կմտածի։ Ճիշտ է։ Լավ, Սոֆա, հիմա ազատ ես, կարող ես գնալ քեզ մոտ։ Տոնդ շնորհավոր, անկախ Հայաստանի Հանրապետության ազատ քաղաք։